Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ որոշում է կայացրել երկարացնել գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքը։ Նշենք, որ կալանքի միջնորդությունը քննվեց ավելի քան 15 ժամ։ Այդ ընթացքում դատարանի բակը ողողված էր աջակիցների բանակով։ Թբիլիսյան խճուղում Սամվել Կարապետյանի աջակիցները ինքնաբուխ ակցիա են իրականացրել եւ ի նշան բողոքի փակել խճուղին։ Կարապետյանը դատանում եւս մեկ անգամ պնդել է, անմեղ է եւ պետք է ազատ արձակվի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխել էր։ Ավելացվել էին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խոզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, դրանից հետո եւս 1 ամսով երկարացվեց նրա կալանքը։ Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ է հիմնադրվում տարածաշրջանի լավագույն աստվածաբանական դպրոցը, իսկ 1881 թվականին կայսեր Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվում հոգևոր ճեմարանի։ Ճեմարանի պատմական շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրա Սրբազանի հետևողական աշխատանքի արդյունքում Ռուսաստանի Դաշնության իշխանությունները օրեր առաջ վերադարձրին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմին։ Այս իրադարձությունը թեմակալ առաջնորդի գնահատմամբ մեծ ձեռքբերում է թեմական կյանքում, քանի որ այն շարունակելու է ծառայել Դոն Ռոստովի հայերի հոգևոր եւ կրթական դաստիարակությանը։ 6-ամյա հայկական կրթությամբ ճեմարանը մեծ համբավ էր վայելում եւ արդեն 1915-ից 16 թվականներին ուսումնական տարում ուներ 301 աշակերտ եւ 15 ուսուցիչ։ Սաներից է եղել ծնունդով նախիջևանցի ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 6-րդը։ Կրթարանի շուրջներ համախմբում մեծանում մանկավարժների, մտավորականների ու բարերարների։ Հիշաժան է, որ ծովանկարիչ Հովանես Այվազովսկին Դոնի Նախիջևան կատարած այցելություններից մեկի ժամանակ նկար է նվիրաբերում թեմական դպրոցին։ 1919 թվականի նոյեմբերի 20-ին դպրոցի շենքը բռնագրավում են, իսկ հոգևորական մանկավարժներին կեղծ մեղադրանքներով դատապարտում մահապատժի։ Չնայած կարճատև կրթական գործունեությանը հոգևոր ճեմարանը մեծ դեր է ունեցել Ռուսաստանի հայերի, հատկապես Դոնի շրջանի հայ երիտասարդության, կրթության եւ դաստիարակության գործում։ Պատմական այդ առաքելությունը այսօր վերականգնված է։ Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էլչեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, որը նրան չեն տրամադրում։ Այս մասին ահազանգել է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Մինասյանը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին Վիգեն Էլչեքջյանը կարճ հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների հետ, որն առաջինն էր վերջին 45 օրերի ընթացքում։ Նշվում է, որ 45 օր Ադրբեջանը թույլ չի տվել որևէ տեսակի հաղորդակցություն։ Հեռախոսազրույցի ընթացքում Էլչեքջյանը ընտանիքի անդամներին հայտնել է, որ այլևս չի կարողանում քայլել, ֆիզիկական վիճակը կտրուկ վատթարացել է, այժմ կարիք ունի անվասայլակի, բայց այն իրեն չեն տրամադրել։ Էլչեքջյանը հաղորդել է, որ իրեն տարել են բժշկի մոտ, սակայն ուղեկցող բանտապահները թույլ չեն տվել, որպեսզի ինքը որևէ դեղորայք ստանա։ Չնայած նրա առողջական վիճակին, նա ոչ մի բժշկական օգնություն չի ստացել, շարունակում է մնալ առանց բժշկական օգնության, ինչը մարդասիրական հիմնարար չափանիշների խախտում է, նշում է փաստաբանը։ Վիգեն Էլչեքջյանը նաև հայտնել է, որ ինքը պատշաճ սնունդ չի ստանում։ Միակ սնունդը, որ իրեն տրամադրում են, թեյն է ու հացը։ Լուսիանա Մինասյանը շեշտել է, որ սա դիտավորյալ կերպով անձին զրկանքի ենթարկելու քայլ է ու մարդու արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունք։ Ըստ Լուսիանա Մինասյանի, եթե Վիգեն Էլչեքջյանի փոխանցած տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կլինի միջազգային իրավունքի, կալանավորների նկատմամբ վերաբերմունքի իրավունքի, կալանավորների հետ վարվելակերպի ՄԱԿ-ի նվազագույն կանոնների, դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի խախտումներ։ Բժշկական օգնության մերժումը սննդից զրկելը, դեղորայքի մատակարարմանը խոչընդոտելը եւ անվասայլակ տրամադրելուց հրաժարվելը լուրջ սպառնալիք են Վիգենի առողջության եւ կյանքի համար։ Մենք խնդրում ենք անկախ բժշկական գնահատում անցկացնել, ապահովել որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն, ապահովել պատշաճ սննդի եւ անհրաժեշտ դեղորայքի տրամադրում եւ տրամադրել անվասայլակ։ Ավելել է փաստաբանը, նշելով, որ անհրաժեշտ է վերոնշյալ խնդիրների մասին ծանոթություններ ուղարկել նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։ Հիշեցնենք, Ադրբեջանը Վիգեն Էլչեքջյանին եւ Մարալ Նաջարյանին Արցախում ապօրինի ձերբակալել եւ Բաքու էր տարել 2020 թվականի նոյեմբերի 10-ին 44-օրյա պատերազմի ավարտից 1 օր անց։ 2021 թվականին Մարալ Նաջարյանը ազատ էր արձակվել, սակայն Վիգեն Էլչեքջյանը մինչ օրս շարունակում է ապօրինի պահվել Բաքվի բանտում։ Բաքվի դատանը շինծ ու դատականիստերի արդյունքներով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի նախագահի օգնականի եւ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը տեսանյութեր է հրապարակել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինաշխատանքներից ու գրել. Զանգեզուրի միջանցք
Արաքս գետի վրայով անցնող Աղբենդ Քելալե կամրջի վրա։ Կարևոր հանգույց եւ խաչմերուկ, որը կապում է միջազգային հիմնական տրանսպորտային ուղիները Շանհայից մինչև Լոնդոն ձգվող արևել-կարևմուտք երթուղին, ինչպես նաեւ Հնդկական օվկիանոսը, Հյուսիսային ծովի եւ Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող հյուսիս-հարավ եւ հարավ-արևմուտք երթուղիները։ Մեկ այլ տեսանյութով նա մակագրել է այսպես. «Մի քանի շաբաթ առաջ ես հրապարակեցի Զանգեզուրի միջանցքի երկաթուղային գծի կադրերը։ Այսօր ես կիսվում եմ միջանցքի շրջանակում կառուցվող արագընթաց մայրուղու տեսանյութերով։ Մի նախագիծ, որը ձևավորում է տարածաշրջանի ապագան։ Տեսանյութերը թողում ենք առանց մեկնաբանության»։ Առաջիկայում ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր կլինեն, այդ թվում Հայաստանի մարզեր։ Մինչև տարվա վերջ Բաքվում սպասում են Հայաստանի քաղաքացիական հասարակության պատվիրակության պատասխան այցին։ Տեղեկատվությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պատվիրակության անդամ Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովին։ Մամեդովի խոսքով ադրբեջանական պատվիրակության այցը գործողությունների այսպես ասած ծրագրի մի մասն է։ Այն ենթադրում է ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր Հայաստան, ինչպես նաև հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։ Նա հայտնել է, թե մինչև այս տարվա վերջ հայ հասարակության ներկայացուցիչները Բաքու կմեկնեն եւ որ այցի ժամկետները արդեն որոշված են։ Հիշեցնենք, մինչև վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Հայաստանի եւ Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան։ Ադրբեջանական պատվիրակությունների Հայաստան այցի եւ հայ պատվիրակությունների Ադրբեջան այցի մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իհարկե կան հարցեր, որ պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է, բայց շփումները շարունակվելու են, մենք այդ շփումները խորացնելու ենք։ Երբ ասում եմ մենք, իմ ընկալմամբ նկատի ունեմ, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ինչ համբերատարությամբ եւ մեծագույն հարգանքով է լեգենդար Արամ Խաչատրյանը ղեկավարում նվագախումբը։ Я не слышу. Пропадают средние нотки. Это относится и к струнным первым, вторым альтым, и к деревянным. Цифра третья. Та-ла-ла-ла-ла-ла-ла-ла-ла. Вот что слышно. То есть 16-е съедаются. Забота о 16-х должна быть. Тут стоит с пиано на крещендо. Вторую цифру, пожалуйста. Все. Вторую цифру. Товарищи, я хотел предупредить. Я разговариваю повелительным голосом таким. Это только чтобы все слышали бы манера, а не какие-то внутренние мои, так сказать, да. Так что я вас очень люблю и глубоко уважаю. Вот. А вот когда так в деле, я всегда говорю очень таким, громко говорю. Между прочим, это правильно, потому что не слышно ничего. Или должна быть такая идеальная тишина, чтобы говорить тихо и чтобы все слышали. Потом вообще я громкий человек. Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորը եւ բացառիկը բաց չթողնելու համար։